Our final speaker today for this panel is Ani Haik Tateos Postanyan, a founder of Georgiev School in Armenia. She holds a BA in English Literature and Old English from Mustansiriya University in Baghdad and an MBA from University of Phoenix in Arizona. She's also a Reiki master and practitioner, educator, and entrepreneur in finance. At the Gurdjieff School in Armenia, her work centers on revitalizing the living teachings of Gurdjieff and making them accessible to the community. Her presentation today is titled The Teaching of George Ivanovich Gurdjieff, A Fourth Way to Conscious Evolution and Fulfilling Being, Part Talk Duty. Please welcome Ani Haik Tateos Postanyan. Thank you, Ani. Ով է George Ivanovich Gurdjieffը։ Անշուշտ առավոտվանից լսում ենք գեդերը, անվանումները, միստիկ փիլիսոփա եւ ուսուցիչ հիմնականում, բայց երևի ինձ քո մեզ համար դաբիգ է, որը հիշել է ինչի ա ծնվել եւ իմ դադիգս մոռացել է ինձ ասի։ Մշակել է 4-րդ ուղին որպես հոգևոր զարգացման մեթոդ։ Իր հիմնական սկզբունքն է լինելիական բարդոլգյութին, բարձ ասած մարդկանց դիեզերական բարդականությունը։ Ըստ Գուրջևի հոգևոր զարգացման համար 3 գլխավոր ավանդական ուղիներ կան, որոնք նշվեցին սկիզբը մի քանի հոգի կողմից, Ֆակիրի ուղի, որը մարմնի կարգապահությունն է, բանագանի ուղին, զգացմունքների կարգապահությունն է եւ անշուշտ յոգի ուղին, որը մտքի կարգապահությունն է։ Այս բոլորը, այս 3 ուղիները յուրաքանչյուրը կպահանջվեն իրենց մե հրաշարվել սեփական կյանքից։ Հակառակ անշուշտ 4-րդ ուղին որը գիրակոծվի սովորական կյանքի պայմաններու մեջ։ Այսինքն ինչեւ ես հոս հասնել ես այսօր Yandex-ը չէ, այստեղ Yandex-ով եկածեմ, բարձրացրեմ, հասերեմ այստեղ, հիմա այս պահին այստեղ եմ, դուք ինձ լսում եք, ես ձեզ հետ կապի մեջ եմ փորձում հաստատել կապը, այսինքն դա ինչ է պահանջվում ինձնից։ 4-րդ ուղու մեջ կա գիտակցված ջանք, մտադրված տարաբանք, անդադար ինքնակիդարգում եւ խորին անգեղծություն սեփական անձի հանդեպ։ Պիտեր Ուսպենսկին հրաշալի որոնումներ այս մեր 3 օր առաջ դպրոցը հրադարագեց հայերեն լեզվով։ Նաեւ ունի դարբերանուն Fragments of an Unknown Teaching Բադարիգներ անհայտ ուսմունքից գրում է մեջը Բարոն Ուսպենսկին արտադրելով Բարոն Գուրջևին խոսքերը նախ եւ առաջ այն պետք է գտնել դա առաջին ստուգումն է այն այնքան էլ հայտնի չէ որքան 3 ավանդական ուղիները Շատերը երբևէ չեն լսել 4-րդ ուղու մասին,
Եվ կան մարդիկ, որոնք չեն ընդունում դրա գոյության հնարավորությունը։ Այս նույնի մասին են սկիզբը խոսվեցավ մի քանի անգամ եւ կրկնում եմ, որ բարոն Գուրջևը շնորհակալ դեսե որ մարդիկ, այսինքն ես, դու, մենք բոլորս գաբրինք արթուն քնի վիճակում։ Ինչա դա։ Ինչ այդ վիճակը։ Եվ ես անցամբ այդ հարցումը դվել եմ ինքս ինձ։ Եվ հասկացել եմ բարոն Գուրջևի ուսմունքի միջոցով, որ ինքնաթի դարգումը հիմնական կորձիկ է ինքնահիշման համար։ Ուրեմն ինքնահիշման փորձի ամենարժեքավոր կետը ինքդ քո վիճակը ներկայում տեսնելն է։ Ինչ է նշանակում ինքս ինձ տեսնեմ։ Այս դեպքի մասն խոսվեցավ 3 կենտրոնների մասին, որը ուրիշ գաղափար է բարոն Գուրջևի ուսմունքի մեջ, 3 կենտրոններ ունի մարդը։ Ինքը գսե մտավոր intellectual center, ուզական emotional center եւ երրորդը շարժական, գնազդային կամ ֆիզիկական physical center։ Այս 3 կենտրոնները ըստ Գուրջևին համահունչ չեն, ներդաշնակ չեն։ Եվ ինքս ինձ դարգելով տեսնում եմ դա։ Ստուգում եմ, ինչպես որ առաջին գետը կստուգեմ, ստուգապանեմ ինքս ինձ։ Ամենակարևոր քիրքի մեջ Բելզեբուբի պատմություններն իր թորանը, որ անշուշտ հայերեն դարբերակը գա, բայց ոչ դբրոցի կողմից թարգմանված։ Այնտեղ բարոն Գուրջևի ցայնը լսում ենք, ասում է. կրկնում եմ, առանց բացառության բոլոր ուղեղային համագարքերին պատկանող բոլոր մեծ ու փոքր էակները, որոնք սկսնավորվում եւ գոյատևում են երկրի վրա, լինեն դրանք ցամաքում, օդում, թե ջրի տակ, հավասարապես պետք են մեր ընդհանուր արարչին, համայն գոյի գոյության ընդհանուր ներդաշնակության համար։ Եվ քանի որ դվարկված բոլոր տեսակի էակներն իրար հետ միասին հենց այն գործընթացի տեսակն են իրականացրել, որը պետք է մեր արարչի համայն գոյի գոյության համար, ապա բոլոր էակների էությունները հավասարապես թանկ ու սիրելի են նրան։ Մեր ընդհանուր արարչի համար բոլոր էակներն ընդամենը այն միասնական էության գոյության մաս են, որին hence ինքն է շունչ տվել։ I would like to read this portion in English because I'm not sure the translation would be clear enough. I repeat, all beings, large and small, of all brain systems without exception, existing on the earth, within the earth, in the air, or beneath the waters, all are equally necessary to our common creator for the common harmony of universal existence. And since all these forms of beings, taken as a whole, constitute the form of the process of universal existence required by our Creator, the essence of each being is equally dear and equally valuable to Him. For our common Creator, all beings are only particles of the existence of one whole essence
spiritualized by himself. Ինչ որ է, մի քիչ շատներ շատ մենք աշակերտներն ան մեկ չենք հասկնար թե ինքը ինչ կուզես։ Ոչինչ։ Թանկ պրակտիկ աշխատանքին, որը դպրոցի հիմնական աշխատանքներն մեկն է, մտադրված ինքնաթիդարկում։ Stop exercise, կանգար վարժությունը և չնույնացման վարժանքը։ Նույնացում, ինչսել է դա, ինչի եմ հետ ես նույնանում, նույնացում, նույնականացում, Տարպանտյան ժամանակ դպրոցը փորձեց մի քանի տարբերակները, բայց հասանք այդ նույնացման բառին, նույնացման վիճակում մարդ արձագանքում է ավտոմատ կերպով, կարծես հիպնոսացված, այլևս իր վիճակի չլինելով դիտարկելու ինքն իրեն։ Նույնացման այն հիմնական մեխանիզմն է, որը ինքներս մեզ քնացնում ենք։ Չնույնացումը տարածություն է ստեղծում գիտակցված ընտրության, ներքին ազատության և փոխակերպման համար։ Բայց ինչպես գիտնամ, որ նույնականացած եմ, նույնականացումը դեղի գունենա, չնույնականամ, ինչ են հասկաղապարները, որ կփորձե հաղորդել մեզի։ Կարևոր նույթ կա, որ նաև խաղապարներ են, մեկն է մեր խաղացած թերերը, անշուշտ դպրոցի մեջ ընդհանրապես տարբեր հասկացողություններ կան թերերու մասին, իսկ մեր խաղացած թերերը, այսինքն անկիդակցաբար կստանցնենք թերեր կամ թիմակներ, այսինքն ես թե մայր եմ, թե կին եմ, թե զավակ եմ, բայց ես իրոք կհասկանամ ինչպես այս թերերը կխաղամ, անչադելով թե ինչու համար, ինչ է իմ բարդականությունը այս երկրաքունդի վրա, կամ ներխուժված եմ լիովին այդ տարբեր թերերուն և թիմակներուն մեջ։ Քանի որ այն մույս խաղապարը կմտնի այդ թերեր խաղալով ես տարբեր եսեր ունիմ, այս եսը, այն եսը, որոնք միասնական չեն, կենտրոնների անհամահունչ լինելով, պատճառով։ Նորից հրաշալի որոնումներու գիրքի մեջ Ուսպենսկին բարոն Գուրջևի Պերնով ասում է մարդը չունի անհատական ես, նա բաժանված է բազմաթիվ փոքր եսերի։ Փորձեք հասկանալ, թե դա ինչ է նշանակում։ Մի եսը ինչ որ բան է ցանկանում, մյուսը դա չի ուզում։ Մեկը մի բան է որոշում, մյուսը խախտում է այդ որոշումը։ Սա է մարդ Արարածի ողբերգությունը։ Եվ մի անգամ էլ լսեցի ողբերգություն բառը լսարանի մեջ այսօր։ Եվ այստեղ գալիս է ինչ որ պահ ուղիներու տարբերությունը, այսինքն խաչմերուկի մեջ եմ ինքս ինձ հետ այդ պահը, երբ որ ես ինքս տեսնում եմ, խաչմերուկ արդեն ստեղծվում է նաև իմ մեջ։ Մեկ ուղին տանում է դեպի ավելի խոր քուն և պասիվություն։ Մյուսը պահանջում է գիտակցված աշխատանք և մտադրված տառապանք։ Գիտակցված աշխատանք և մտադրված տառապանք։ Եվ այս խաչմերուկը, որ
ստեղծվում է մեր մեջ, դա միանգամայն որոշում չէ, այլ կրկնվող մարդահրավեր, ամեն մի րոպե, ես այդ հնարավորությունը ունեմ ինքս ինձ դարգելու եւ տեսնելու այդ ուր եմ, որ մեկ եսն է հայտնված։ Գուրջևը գսե, որ բادرազները լինեն անհատների թե ազգերի միջև մեխանիկական արձագանքների նույնացման եւ չգիտակցված կյանքի արդյունք են։ Գալով այս կարևոր հանգամանքին, որ ինչ է խմբային աշխատանքը եւ ինչու կարևոր է խմբային աշխատանքը։ Խմբով աշխատելու անհրաժեշտությունը Գուրջևի մեթոդաբանության առանցքային պրակտիկան է։ Քանի որ միայնակ աշխատող անհատը չի կարող հստակ տեսնել ինքն իրեն։ Խմբերում ձևավորում է հայելի, որի միջոցով կարող ենք իրար տեսնել, բայց ոչ քննադատել իրար։ Խմբում առաջացող փոխշփումը կենսական ուժ է հաղորդում փոխակերպմանը։ Եվ խմբային աշխատանքը գծարայի որպես փոխհատած աջակցություն եւ պատասխանատվության աղբյուր եւ նաեւ արթնացման համատեղ նպատակը առաջնացում է կոլեկտիվ ուժ։ Գուրջևի տեսանկյունից խումբը դառնում է թե փորձարկման հարթակ, թե ընդհանուր կացա ներքին զարգացման համար։ Եվ դա ինչու այդ խմբային աշխատանքը կարևոր է, որովհետև բերում է պատասխանատվության եւ բարդականության զգացողությունը ոչ թե միայն անհատի, այլ եւ գեզերքի օկտավայի մեջ, քանի որ ճշմարիտ բարդականությունը ծագում է ոչ թե հնազանդությունից, այլ իրական հասկացողությունից եւ ներքին խղճից, ավելի բարձր նպատակի ծառայելու համար։ Բարդ դոլգ դյութին ինչ է դա։ Կարծեմ այնտեղ եմ, որ կոնե ասպարին երկու մասը շատերը կհասկնան բարդկը հայերեն բարդականությունն է, հայերենով անշուշտ զգացողություն է տալիս բարդականության բարդք եմ, ուրեմն բարդականություն ունիմ։ Ոչ թե միայն նյութական բարդ կար, այլ եւ դոլգ բառը արդեն ռուսները գիտեն, որ ռուսերենով նշանակում է բարդականություն։ Duty-ն արդեն անգլերենով duty է, so բարդ դոլգ duty-ն կնշանակե բարդականություն, բարդականություն, բարդականություն։ Բարդականությունը բազմապատկված 3 անգամ ցևով եւ զորությամբ։ Որպես եզրակացություն, էվոլյուցիան հնարավոր է միայն սեփական վիճակը տեսնելով։ Լինելիական բարդոկյութին կորձիկն է։ Մի է անհույսել անձնական էվոլյուցիան դիեզերական նպատակի հետ։ Շնորհակալություն, որ այստեղ եք։ Հարցեր հրամեցեք։
Շնորհակալություն շատ. Thank you very much for your presentation. So we have about 10 minutes for a discussion. I would like to invite all the presenters